Մենք բազմիցս լսել ենք, որ Հայաստանը կրթության ոլորտում ծառայությունների զարգացման առումով լուրջ պոտենցիալ ունի տարածաշրջանում առաջատար դեր ստանձնելու համար։ Այն, որ Հայաստանում բացի հայաստանցիներից բարձրագույն կրթություն են ստանում նաև այլ երկրներից եկած ուսանողներ, գաղտնիք չէ։ Բարոմետրին հետաքրքրեց, թե իրականում որ երկրներից են ավելի շատ ուսանողներ նախընտրում Հայաստանում կրթություն ստանալ։ Եվ այսպես փորձեցինք նախ եւ առաջ Երևանի փողոցներում մեր համաքաղաքացիների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացնել։ Ինչ են կարծում մեր համաքաղաքացիները, որ երկրների ուսանողներն են նախընտրում կրթություն ստանալ Հայաստանում։ Երևի Հնդկաստանից։ Ինչքան գիտեմ Հնդկաստանից։ Հիմնականում Հնդկաստան շատ եմ տեսել։ Կարելի Հնդկաստանից մեծամասամբ ուսանողներ ունենք։ Հնդկաստանից։ Հնդկաստան, Սիրիա երևի։ Ավելի շատ երևի Ռուսաստանից են գալիս։ Հնդկաստանից երևի բժշկական հաշվի առնենք բժշկական համալսարանը երևի Հնդկաստանից։ Հնդկաստանից։ Մեկես Պարսկաստանից, Սիրիայից։ Հնդկաստանից։ Հնդկաստանից գիտեմ կան, Սիրիայից կան։ Հնդկաստանից հիմնականում։ Հնդկաստանից երևի։ Ուկրաինայից, Սիրիայից, Հնդկաստան։ Հնդկաստանից։ Հնդկաստան, Պարսկաստան։ Հնդիկներն են գալի, հնդիկներ Հնդկաստանից։ Ուսանելու Հնդկաստան, Պարսկաստան։ Ավելի շատ Հնդկաստանից իմ կարծիքով։ Հնդկաստանից։ Մեր փոքրիկ հարցախույզի ընթացքում մեր համաքաղաքացիներից 20 հոգի նշեցին, որ Հայաստանում կրթություն ստանալ նախընտրում են Հնդկաստանից։ 6-ը նշեցին Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Մեկը կարծում է, որ կրթություն ստանալու համար Հայաստան են ժամանում Ուկրաինայից։ Եվս 1 հոգի նշեց Ռուսաստանի անունը։ Իսկ այժմ ներկայացնենք պաշտոնական տվյալներ։ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են. Հայաստանում կրթություն ստանալ նախընտրող ուսանողները ամենաշատը ներկայացված են հետևյալ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սիրիայի Արաբական Հանրապետություն, Հնդկաստան, այլ երկրներ։ Հաշվի առնելով փոքր Հայաստանում շուրջ 3500 օտարերկրյա ուսանողների առկայության հանգամանքը, կարելի է ենթադրել, որ երկիրը կարող է իրականում բավական գրավիչ գիտակրթական կենտրոն դառնալ, ինչպես ԱՊՀ, այնպես էլ արաբական երկրների, նաև արևմուտքում բնակվող մեր հայրենակիցների համար։